Սպառնալիքներն ամբողջ աշխարհում ստիպում են պետություններին մեծացնել պաշտպանական ծախսերն ու ավելացնել գնումները։ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը հրապարակել է պաշտպանական ծախսերի եւ գնումների միտումները զեկույցը, ըստ որի համաշխարհային պաշտպանական ծախսերը 2024 թվականին հասել են 2 տրիլիոն 460 միլիարդ դոլարի, 2023 թվականի 2 տրիլիոն 240 միլիարդի դիմաց։ Իրական աճը 2024 թվականին կազմել է 7.4%, 23-ի 6.5 եւ 2022 թվականի 3.5%-ի դիմաց։ European defense spending increased for the 10th. Եվրոպական պաշտպանական ծախսերը վերջին 10 տարում ավելացել են, աճելով գրեթե 12%-ով։ Ուշադրության կենտրոնում են արդիականացումը եւ կապիտալիզացիան։ Բյուջետային հատկացումները վերջին 10 տարում կրկնակի ավելացել են, 15-ից հասնելով միջինում 30%-ի։ Աշխարհում շատ բան փոխվեց Դոնալդ Թրամփի Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելուց հետո, ասում է ռազմական վերլուծաբանը։ Լեոնիդ Ներսիսյանի խոսքով Եվրոպան առնվազն առաջիկա 4 տարում Միացյալ Նահանգներից նախկին ծավալով աջակցություն չի ստանա, Ուկրաինան նույնպես։ Ստացվում է, որ Եվրոպան պետք է օրինակ շատ ավելի մեծ ծախսեր տեղում անի եւ իրանց բյուջեները պետք է աճեն եւ մենք այդ տենդենսը արդեն տեսնում ենք վերջի 2 տարում ահագին փոփոխություն է եղել։ Նույնը կարելի է ասել բոլոր մնացած պետությունների մասին, որովհետեւ այսօր պատերազմը ցավոք դառնում է ավելի հաճախ օգտագործվող գործիք եւ շատ պետություններ այդ գործիքին սկսում են դիմել։ Ըստ զեկույցի համաշխարհային պաշտպանական ծախսերը նախորդ տարի կազմել են ՀՆԱ-ի 1.94%-ը։ Եվրոպայի պաշտպանական ծախսերը 2024 թվականին իրական արտահայտությամբ աճել են մինչև 11.7%-ով։ 2023-24 թվականներին Գերմանիայի պաշտպանական բյուջեի 23.2% իրական աճն այն դարձրել է աշխարհի 4-րդ ամենամեծ պաշտպանական բյուջե ունեցող երկիրը 86 միլիարդ դոլարով։ Առաջատարն, ինչպես արդեն երկար տարիներ է, Միացյալ Նահանգներն է 968 միլիարդ դոլար բյուջեով, հաջորդում են Չինաստանը 235 միլիարդով եւ Ռուսաստանը շուրջ 146 միլիարդ դոլարով, աճը 23-ի համեմատ 41.9% է։ Պետք է հասկանալ, որ այդ մեծ բյուջեն ամերիկական կապված է մի քանի պատճառների հետ։ Առաջինը իրանք շատ մեծ նավատորմ ունեն եւ 10 հատ ավիանոսец ունեն իրանց նավատորմի մեջ, դա մենակ հենց իրանց կիրառելու ծախսը շատ մեծ է, բացի դրանից շատ մեծ քանակի զորքեր ունեն երկրից դուրս, շատ մեծ ցանց տարբեր բազաների ռազմական եւ պետք չի մոռանալ, որ պրոֆեսիոնալ բանակը ԱՄՆ-ում ու մեծ թվով բավականին բարձր աշխատավարձներով ծախսերը բավականին բարձր են հենց ԱՄՆ-ի բանակի հետ կապված, զենք ու զինամթերք արտադրելն է թանկ, դրա համար այդ ուղիղ համեմատությունը բյուջեների մեկ-մեկ այդքան էլ լավ ձեզ չի թույլ տա հասկանալ, թե որ բանակը ավելի ուժեղ է պատրաստված կամ ավելի ճիշտ է շարժվում։ Պաշտպանական բյուջեն բավական աճել է նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հասնելով 5.4%-ի։ Հետազոտական ինստիտուտի փորձագետներն այս աճը նաև պայմանավորում են Չինաստանի պաշտպանական ծախսերի 7% ավելացմամբ։ Փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը բանակների մարտունակությանն էլ է անդրադառնում եւ արձանագրում, աշխարհում այս պահին գուցե ամենամարտունակ բանակները Ռուսաստանինն ու Ուկրաինայինն են, հաշվի առնելով ակտիվ մարտի դաշտում ձեռք բերած ահռելի փորձը։ Ըստ Ներսիսյանի, առնվազն 5 տարի այս երկրները կարող են կൂട്ടակած փորձը որպես առավելություն դիտարկել ու ներկայացնել։ Փորձագետի գնահատմամբ Հայաստանի դեպքում նույն պատկերն է, ինչ աշխարհում։ Լուրջ կտրուկ աճ ռազմական ծախսերի եւ եթե մենք համեմատենք օրինակ 2019 թվի հետ, մինչեւ կոവിഡային տարին եւ մինչեւ պատերազմի մենք կտեսնենք, որ 3 անգամից ավել է արդեն բյուջեն աճել, 3 անգամ մոտավորապես 3 անգամ, եթե 25 թիվը 19 թվի հետ համեմատենք, Ադրբեջանն էլ ահագին բարձրացրել իր ռազմական ծախսերը անցած տարի եւ 2025 թվի համար, դրա համար տենդենսները այդ իմաստով համապատասխանում են աշխարհի տենդենսներին։ Հայաստանում կարելի է մեկ էլ նշել, որ բավականին եթե վերցնենք տոկոսը ՎՎՊ-ից 5%-ի կողմերն է ռազմական ծախսերը, որ շատ բարձր է համարվում եւ եթե
նկատել եք, օրինակ Դոնալդ Թրամփը ուզում է, որ ՆԱՏՕ-ի անդամները հենց այդքան ծախսեն, բայց երևի գրեթե այս պահին որևէ ՆԱՏՕ-ի անդամ ներառյալ Ամերիկային 5% չի ծախսում, 4% մաքսիմում։ Բազմաթիվ երկրներ հիմա փորձում են ակտիվացնել սեփական ռազմարդյունաբերությունը, նշում է ռազմական փորձագետը, այժմ շատ պետություններ կենտրոնացել են հրետանային արկերի արտադրության վրա, փորձում են ավելացնել զրահատեխնիկայի եւ հրետանու արտադրությունը։ Ըստ Լեոնիդ Ներսիսյանի ավելացել է նաեւ պատվերների քանակը եւ պատվիրատու երկրները հաճախ ստիպված են լինում տարիներով սպասել։ Պետությունների ուշադրության կենտրոնում է բարձր տեխնոլոգիաներով հագեցած զենքզինամթերքը, խոսքը դրոնների, ռոբոտների ու տարբեր ծրագրային ապահովումների եւ բնականաբար արհեստական բանականության մասին է, որոնց զարգացումն անընդհատ գործընթաց է։ Մուշեղի Սախանյան, լուրեր։